Հարցը ստուգում եմ նորից թրիպի հետ կապված եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների հետ երկկողմ ստորագրված փաստաթղթերի հետ կապված ինչ առաջընթաց ունենք, որովհետեւ մարդիկ սպասում են, թե ի վերջո այդ պայմանավորվածությունները որ կհասնեն մանրամասները ինչպես կլինեն, արդյոք ստեղծվելու է հայտնի այդ կոնսորցիումը, որի մասին խոսվելու է, կողմերը ինչ ներդրումներ պետք է անեն, ով ինչ ներդրում պետք է անի, ով պետք է կառավարում իրականացնի, որքանով պետք է մասնակցություն ունենա եւ Զանգեզուրյան միջանցք այդ տերմինին անդրադառնալով, պարոն վարչապետ, ես օգոստոսի 28-ին Ալիևը հարցազրույց էր տվել արաբական լրատվամիջոցներից մեկին եւ ամբողջությամբ անվանելով Զանգեզուրի միջանցք թրիպ ճանապարհը նկարագրում էր Հայաստանի իրավազորության ներքո անցնող ճանապարհը, որտեղ նշում էր, որ դա Հայաստանի տարածքն է, որ Հայաստանը այնտեղից գումարներ է ստանալու եւ այլն, ու արդյոք մենք եթե այսքան շատ կենտրոնանում ենք նաեւ ամենաբարձր մակարդակով անդրադառնում ենք անընդհատ այդ Զանգեզուրյան միջանցք, այսպեսով մենք ավելի խոցելի չենք դարձնում մեզ եւ Ադրբեջանի հասկանալը, որ այդ տերմինը մեր մոտ ինչ որ խոցելիություն է առաջացնում, ավելի չի շահարկի, ավելի նպատակահարմար չէ գտնում ընդհանրապես հատկապես բարձր մակարդակով չանդրադառնալ այդ թեմային։ Նախ ես կարծում եմ, որ քանի որ դա առնչվում է Հայաստանի պետական շահերին, մենք ճիշտ ենք արել, որ կենտրոնացել ենք այդ թեմայի վրա, բայց իմ պատասխանից եթե հստակ չէր, ես հիմա ուզում եմ արձանագրեմ, որ այդ հարցը համարվում եմ հասցեագրված եւ հետեւաբար այլևս այդ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն չեմ տեսնում Կոպենհագենի հայտարարությունից հետո, այսինքն այդ թեման այլևս արդիական չէ, այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով եւ ամենահեղինակավոր միջազգային հարթակներում եւ այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությամբ։ Հետևաբար այդ հարցը արդեն չկա։ Գոնե ինձ համար այդ հարցը արդեն չկա եւ դա չկա նաեւ տեքստային մակարդակով, քաղաքական մակարդակով։ Հետևաբար դա արդեն բոլորովին ուրիշ հարցության հարց է եւ ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ տրամաբանության մասին ես խոսել եմ ազգային ժողովում Կոպենհագենից առաջ, բայց Կոպենհագենից հետո արդեն ասացի, որ տեքստը կա եւ այդ հաղորդակցության ընթացքում շատ նրբություններ, ինչպես արձանագրված է հաղորդագրության մեջ, պարզաբանված են։ Հետևաբար այդ ինչպես դուք նշեցիք, այդ կենտրոնացումը այլևս չկա, գոյություն չունի այդ կենտրոնացումը դրա օբյեկտիվ հիմքերի բացակայության պատճառով, որովհետեւ ուրիշ բան է, որ կան օբյեկտիվ հիմքեր, թե չկան օբյեկտիվ հիմքեր։ Ես համարում եմ, որ այդ հարցի վրա կենտրոնանալու օբյեկտիվ հիմքեր այլևս գոյություն չունեն։ Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգների հետ թրիպ ուղի նախագծի շուրջ աշխատանքներին, ես էլի կարծեմ երեկվա իմ ելույթում էր, ընդհանրապես նախագծերի իրականացման մասին մեր պատկերացումները տենց մի քիչ մոնտաժված են։ Մեզ թվում է, որ երբ որ մենք ասում ենք դե թրիպ ուղի, Աստեն հաջորդ օրը բոլորս վասում ենք եւ նստում ենք բաները, էքսկավատորները, ինքնագնացները եւ սկսում ենք դա process է, ցանկացած շինարարություն, ցանկացած նախագծի իրականացում եւ սա էլ իմիջայլոց կապ ունի մեր իմացության խնդիրների հետ, որտեղ օրինակ Հայաստանում բնակելի տների շատ մեծ մասը սկզբունքով է կառուցվել։ Բայց տուն չսարքենք մի հատ, բայց սարքենք, ուրա, բա լապատկեն, քարը, ցեխը, դավայ բերենք, ու սկսեցինք։ Մեր տունն էլ է տենց կառուցվել, մեր հարևանների տունն էլ է տենց կառուցվել, համոզված եմ շատերի ծանոթ, բայց մենք պետք է փոխենք, ոչ, սկզբից դա պետք է շատ մանրամասն նախագծվի, եւ այլն, եւ հաշվարկներ արվի։ Հետո դրանից է, որովհետեւ բարձրացումը քարը ավելացավ, ցեմենտը պակասեց, պատուհանները չգիտեմ, հետո ստիպված են կլնում նոր շուշաբանդներ եւ այլն։ Հիմա մենք աշխատում ենք բովանդակային տեքստի վրա, նախագծի բովանդակության գեներացման վրա։ Մենք սեղանին դրված են էլեմենտներ եւ մենք այդ էլեմենտները պետք է ամբողջացնենք մի թղթի մեջ, այսինքն առաջին թուղթը պետք է ընդունվի նախագիծը, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այդպես հարցը պետք է հասնի տրամաբանական հաջորդ փուլին, բայց էլի ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ,
ցանկացած լուծում չի կարող դուրս գալ այն սահմաններից, որը արձանագրված է Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում։ Այս սկզբունքներն են. տարածքային ամբողջականություն, իրավազորություն, ինքնիշխանություն, փոխադարձություն եւ սահմանների անխախտելիություն։ Ճիշտ թվարկեցի, թե բամբաստ ուղեցի։ Եթե նույնիսկ բամբաստ ուղեմ, դա ոչ մի բան չի նշանակում։ Թղթի մեջ ոնց գրած է տենց։ Անկետների մասով հարցնետ երբ կունենանք նկարի Աշխատում ենք, հնարավորինս շուտ երկու կողմերը արձանագրել են, որ պետքա, բայց տեսեք օրինակ, եկեք օբյեկտիվ հանգամանքներն էլ հաշվի առնենք։ Օգոստոսի 8-ին մենք Վաշինգտոնում պայմանավորվեցինք Միացյալ Նահանգների հետ, որովհետև ուզում եմ բոլորիս ուշադրությունը կրկին հրավիրել այն փաստի վրա, որ TRIP ուղի նախագծի իրականացումը Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ օրակարգի հարց է։ Մենք տրամադրված էինք, որ բոլորս հիմա արագ, նույնիսկ այցերի ժամկետներ էինք ճշգրտում եւ այլն, բայց դրանից հետո տեղի ունեցավ մեծ կենտրոնացում Ուկրաինայի իրադարձությունների շուրջ, որտեղ նախագահ Տրամպը եւ նրա ադմինիստրացիան անմիջականորեն եւ մեծ ծավալով ներգրավված էր։ Դրանից հետո տեղի ունեցավ մերձավոր արևելքի, ես մենք տեսնում ենք մի օրը, պատկերացնում ենք, չէ՞, դրանից առաջ ինչքան աշխատանք է տեղի ունեցել, ինչպես օգոստոսի 8-ից առաջ է տեղի ունեցել, հետո օգոստոսի 8-ից առաջ ամիսների ամենօրյա աշխատանք է։ Այսինքն օբյեկտիվ այս իրողությունները իրենք նաև որոշակի պայմաններ են ստեղծում եւ մենք այդ պայմաններում ենք աշխատում, որովհետեւ բոլոր դեպքերում, որտեղ նախագահ Տրամպը անձամբ ներգրավված է, իսկ TRIP ուղու այս հռչակագրում անձամբ ներգրավված է, ըստ էության նույն թիմերն են աշխատում, նույն մարդիկ են աշխատում, Շարմ էլ-Շեյխում բոլոր են մարդիկ, ում հետ մենք աշխատել ենք եւ աշխատում ենք այդ թեմաներով, բոլորը այնտեղ էին եւ բոլորը այդ իրենք անմիջական ներգրավված են այդ գործընթացների մեջ։